Ապումեք ձեր ակնկալիքները, սպասելիքները որոնք են։ Ասի վերում, մեր մստանին մեր տոն, մեր պահաժները բավարարին, մեր վղմն ինի, մեր տաննիք, տապեն պարտիք, մեր տաննիք, թեկուզ մեր շիմպեն չինի, բայց ինիք մեր տաննիք։ Դուք եք Հայաստան հասել վերջին գաղթի օրերին։ Վերջի գաղթի Վերջին, սեկտեմբերի 25։ Եթե նկարագրեք հայ այդ վերջին օրերը, ապա ինչպիսին էին դրանք։ Նա նկարագրելի է, այն օրը կարես նկարագրես մեր տունդեղ լինեի։ Կիսասոված վիճակում մնացել եք, հետո եկել եք զորով։ 3-4 ժամ ճանապարհը 4 սուտկա եկել եք, 4, ես 4 սուտկա եմ եկել, մեծ կամազով զորով, մեզ ոչ մի բան պետք չէ, մեր երգերը մեզ տան, սաղ աշխարհը գիտի, որ մեր երգերը Ղարաբաղը Հայաստանը, հայերի երկիրն է, 500 դարը հայերն ապրել, այդ ոնց է դարել տենց, ու մեզ հանեցին տենց ընդդվեց, Ձեզ ասում են մնայք կռվեիք։ մնացել եք էլի, մնացել եք էլի, Սիմոնյանը, Ցավս տանալի Սիմոնյանը, Ղարաբաղցիները մնացել եք էլի, մեջը վերջ մնացել։ Ղարաբաղցիները այն մարդիկներ են, իսկական հայը Ղարաբաղցիները։ Կիսասոված Մեր փախստականները պարտիզները են փախած երeu մարդիկ, մոք իսկական Ղարաբաղցի, մեր տակրեն իսկական Ղարաբաղը, տակրեա, մուքապրան Ղարաբաղ, էնակինյան Ղարաբաղ։ Մոք բիդի կինիք մեր, բաս հուց մունայ, հիմա երկու հոգի, չնամի եկալա կրակումա, քու հետևից յալ մարդ չկա, խչին իչուս, կենա ազգավ վերացնի վերավիլյաննա Պաշինյան ուրխանա, մնա վերլողջին կուտորին էլի, թոր խուժե մեր մղակումները։ Ասма մնաք կոտորեք, էդնիկ զտում պիտի անեին, էլի, երկու կողմից եկել են, մեկ մեջը վերջը մնացել են, մեզ զորով են եկել հանել, առաջի հերթին Շուշիից են հանել տենց, ես մեջը վերջը մնացել եմ, Շուշի որ տրակատրել եք ալխումբը մնացել եմ, եկել են արդեն սենյակներից հանել, երբ պատվալեք չեմ մնացել, գնացել մենակնայր տեսնամում ինչ ապել, երբեք չեմ մնացել, ասել եմ ես տվից չեմ գնալ, բայց որ ավտոբուսներով եկել են ստիպելով հանել, նորից հետ գնացել եք Արցախ, Ստեփանակերտ, էլի հարմարվել եք, ապրել եք, ով է մտածել, վերջումն է, վերջը օրերը, ես կողմից էլ, թուրքը եկած ես կողմը, ցել եկա։ Տեսակ ասենք, նրանց խոսքը փոխանցվելու է լսարանին։ Օպուզի 67 տարեկան։ Շնորհակալ եմ ձեզ։ Օպուզի տուն տնի, քշեցիլեք աշխատի, տունը թողային շորոպա, օպուզի։ Իմ մարդ կա վեր կուզի, չկա։ Բայց մուկասմոն հետ մի նայեք, առաջ նայում եմ, ինչ կտասես։ Լոխ հետև եմ։ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասաց վերջ Ղարաբաղյան շարժումը, ասաց շարժումը, Ղարաբաղյան շարժումը այլևս գոյություն չունի, պաշտոնապես փակվում է դա։ Որ հետև իրան կնիք, Хорошо զորապարտերան վեր պիտի սկսել, 3 օրա, ես աշխատում էի Ստեփանակերտա շուկայի ճաշարանները, Հայաստանից կնեկատ ապրակի ծախում, ուշ էին ծախում, այդ Փաշինյանը կնիկը վեր կա, շտեղ վեր ապաշնի տղալի, շտեղ վեր զորքալի, շտեղ վեր մեր սիվյազնալի, ամեն պա կեցա ապորնացել, 3 առոտ կնումը կոլ տսում, սոպ, եկեմ ես պոլոտիկներ, շտեղ վեր էդ լիրպը մտալա, դղլ մնդագործը, շտեղ վեր լիրպը մտալա, իմ էր տեսնում ենք են, բենին ասում այն ձետը թալկարճակ վսկղանիկը, պայմին տրան առաջ 3 Президента, որը կնեկնակեցակ իրը, դու մին ասել, որը կնատեն վղտի կայվ է, դունդի կայվ է, դուք է կայվ է, չչելով այլ Մեր ձեր խոսքը Հայլի Կետեմի և Սիմոնյան Խոստեյջում կտեսնեք։ Դուք Արցախից չեք, բայց ըստ էության եկել եք արցախցիներին աջակցելու նպատակով։ Խնդրեմ ձեր խոսքը որն է։ Խոսքը կառավարության անդամները գեդին մտնեն, ոչ թե մարդկանց սես պահեն։ Նիկոլ Փաշինյան փողոցային շուն է, թե ժողովրդին հանելալու փողոցը։ Ինչու է այսպես վարվում արցախցիների հետ եւ ասում են հերու չային օրը, որ որովհետեւ ինձ ոչ մի բանի ոչ բանագացառա է, ոչ հայրենի գիտի ինչա, ոչ թասիվ գիտի ինչա, ինձ բենա գիտի ապար խոսալ, ուրիշ ոչ մի բան չգիտի, իրա կատարած գործողություններից մեկը ասեք, որ ես լավ գործողություն է կատարել, ես էլ հավատամ։ Ասում է խաղաղություն են կնքելու։ Նայրակ անթասիվ խաղաղություն ումն է պետք։ Խաղաղություն թասիվով է պետք, ոչ թե անթասիվ։
Ասում պատրաստ են անգամ միակողմանի ստորագրել այդ պայմանագիրը։ 100%-ով փալասային։ Հաղթում հերախոստովի զանգեր էլ էշեշ կրած ծախեց, ինչ վարտա որ դրան էլ բերել է սարքել վարչապետ։ Իսկ վերջին օրերին ազգային ժողովում այդ որ հունից դուրս էր եկել, նախագահային ասել Այն ծեփ 7-րդ հոդվածով ազատվե բանակից։ Ին գժի թուղթ ունի, իրա կողքի մարդիկն էլ պահել են, որ իրանց շորշապետ։ Գժի թուղթով ազատվե բանակից։ Գնացեք ստուգել։ Իսկ սկզբանե դեմ եք եղել Նիկոլ Փաշինյան։ 100%։ Նախկին նախագահներին հրավիրում է բանավեճ, ասում է Պատը հետ բանակցել, գժի հետ բանակցես ինչ։ Չէ, ինչ բանակցություն։ Դորին բանակցությունա թողան մեկ բանակցել, ասեմ ինքու Մակրոն հայրենիքը Ղարաբաղը ծախեցին փողով։ Ինքու Մակրոն։ Այն հիմարն էլ ընդեղից մի հատ խարապ եսի միշտ մեքենա տվես բերեցեք, յանի մենք օգնում ենք։ Ալիևն էլ ասում է Մակրոն թող չկա, միա կողմնա մտածում է ժողովուրդը ապուշից է գիտե թե Մակրոնի Հայաստանի յանից է։ Այդ Չեխոսլովակիայում ո՞նց գնաց ասած Արցախը Ղարաբաղին է։ Ո՞նց գնաց ասած։ Հենց նույն Մակրոնն էլ իր է։ Հիմա էլ ասում են Ղարաբաղյան շարժում չկա, գոյություն չունի։ Ին գլող պատով է տալիս որ չունի։ Թոքա կային թե ասի Ղարաբաղի շատան բաց, շատ թուլա միլիցիայի փողա տալիս գիտի իրան պաշտպանեն, հա։ Օրվա հետ կապված այսօր դուքել եք ազատության հրապարակ։ Ձեր ակնկալիքները ո՞րն են հաշվի առնելով այս իշխանությունը շարունակաբար ինչ ատելություն է գեներացնում արցախցիների նկատմամբ։ Նայեք, այստեղ հավաքված արցախցիների գերագույն նպատակը դա մեր վերադարձի իրավունքն է։ Իսկ մեր վերադարձի իրավունքը իրացնելու համար մեկ պայմանը արցախցիներին Հայաստանում պահելն է։ Եթե արցախցիները ստիպված են լքել Հայաստանը, ապա Արցախի հարցը վերջնականորեն փակվելու է։ Որովհետև Արցախը դա ոչ միայն տարածքն է, Արցախը նաև արցախցիներն են։ Իսկ արցախցիների Արցախ վերադարձի իրավունքի համար առաջին հեծպայմանը արցախցիներին Հայաստանում պահելն է։ Եվ ես մեծ ակնկալիքներ ունեմ այս հավաքից, որ մենք կմիանան նաև մնացած մարզերի մեր հայրենակիցները, որովհետև եթե այսօր արցախցիների վերադարձի իրավունքի համար նրանք էլ չպայքարեն, ապա մոտ ապագայում Սյունեցին պայքարելու է իր վերադարձի իրավունքի մասին, Տաուշեցին իր վերադարձի իրավունքի մասին, որովհետև եթե այս իշխանությունները մնան եւ շարունակեն այս նույն քաղաքականությունը, ապա հետագայում այդ նույն ճակատագրին արժանանալու է նաեւ մարզերի բնակչությունը։ Իսկ սոցիալական խնդիրի լուծումը ես օրինակ հանդիսանում եմ Արցախյան մարզական կազմակերպության ղեկավար եւ շփվում եմ 5 տարեկան երեխայից մինչեւ իրենց տատիկների եւ պապիկների հետ։ Եթե այսպիսի սոցիալական խնդիրները, որոնք իրենց առջև ծառացած չլուծվեն, ապա բազմաթիվ արցախցիներ մնալու են անտուն եւ կանգնելու են հիմնականում արտագաղթի կամ հարմարվելու են եւ ծրվելու են տարբեր մարզերում, այսինքն կենտրոնացված Արցախյան համայնք չի լինելու եւ Արցախի հարցը վերջնականապես փակվելու է։ Օրինակ ձեզ ասում էին մնայք կռվեք Արցախում։ Ինձ ով ճանաչում է այդ նման բան իրավունք չունի ասել։ Ինձ ճանաչողը իրավունք չունի ասել, որ մնայի կռվեք։ Ես մնացել եմ երբ եղել եմ ես սպայ եմ, մայոր եմ, ես իմ պարտականությունները միշտ եմ կատարել։ Երբեք չեմ խուսափել որևէ մարտական գործողությունից։ Ոչ մեկ իրավունք չունի։ Հիմա մնալն էլ չափ ունի։ Այս Սիրիայում կատարված գործողությունները ինչ կատարվել է, եթե մնային արցախցիները, այն նույնը կկատարվեր Արցախի ժողովրդի հետ, որոնք որ մնացել են Արցախում։ Իսկ վերջին այցի ժամանակ ազգային ժողովն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի շարժումը փակված է վերջին։ Ես մի անգամ անդրադարձել եմ այդ հարցի հետ, ասել։ Ես վերջի անգամ հանդիպել եմ Արցախի հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ 23 թվականի օգոստոսին եւ ինքը մի հատ իմաստուն բան ասել։ Դա իրենք չեն Արցախյան շարժումը սկսել, որ իրենք փակեն եւ պայքարը դա թատրոն չի, որ սկիզբ ունենա եւ ավարտ։ Պայքարը դա հավերժական process է։ Ռուսաստանի Դաշնության նման գերհզոր պետությունը, որ 11 ժամային գոտի ունի, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս ձգված երկիր է, միջև օրս պայքարում է։ Լինելով միջուկային տերություն, ապա եթե մենք չպայքարենք, թուզուկ թուփի նման այդ հզոր գերհզոր ծառերից տվերում գաճաճ մնալու ենք մին օրեր ի վերջո անհետանալու ենք եւ մեր մասին պատմությունը խոսելու այնպես ինչպես շումերների եւ աքադացիների մասին։
բայց մենք չպետք է այդպես լինենք, պետք է պայքարի ոգին կա եւ պայքարի ոգին չպետք է հանգցնի։ Մեր ժողովուրդը ղեկավարների կարիք չունի, մեր ժողովուրդը առաջնորդի կարիք ունի։ Իսկ մենք մնացել ենք առանց առաջնորդ։ Իսկ ղեկավարները կարա ցանկացած նշանակի մեր վրա, ինչ է։ Քանի որ մեջբերում Արարիկ Բաղդասարյանի խոսքը շարունակում են իրենք եւ մեր մյուս ռազմագերիները խոշտանգվել Բաքվի բանտերում եւ Ալե Սիմոնյան ազգային ժողովից հայտարարում է, որ խաղաղության պայմանագրում պետք չէ գերիների հարցը ներառել։ Խաղաղության պայմանագրում իրենք իսկ Ղարաբաղ ոչ միայն Ալե Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը չպետք է լինի առաջնահերթություն։ Մենք պետք է այդ հարցը վերջնականորեն բան։ Նպատակը որն է։ Այս իշխանության գերագույն նպատակը Արցախի հարցը ընդհանրապես փակելն է, որովհետև դեպի արևմուտք տանող բեռները տեղադրված է Ստամբուլում։ Իսկ Թուրքիայի պահանջը հենց դա որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եթե ինչ-որ կոնսենսուս կան, դա պետք է Արցախի հարցը վերջնականապես փակվի։ Իսկ Արցախի հարցը վերջնականապես փակվելով մենք տեսնում ենք, որ հայկական հարցը չի փակվում։ Առաջանում է Սյունիքի հարց, առաջանում է Տաուշի հարց, առաջանում է Սևանի հարց եւ այլն։ Հələ այս գլոբալ տակազմա մեջ երբ որ քաղցրահամ ջրերի պակասել ալնում, վերջնականապես նաեւ վտանգվում է նաեւ մեր Գեղարքունիքի մարզը, մեր Սևանը։ Եվ հարցը հետագայում Գեղարքունիքը նույն ճակատագիրն ունենալու Արցախի հետ, թե չէ։ Այսօր չկա Ղարաբաղյան հարց, կա հայկական հարց, որի ավանգարդը առաջատար ջոկատը դա Ղարաբաղյան հարցն է, Ղարաբաղն է։ Եթե չկա Ղարաբաղյան հարց, Մոնթե Մելքոնյանը ինչպես ասել, կորցնելով Արցախը մենք շրջում ենք հայոց պատմության վերջի էջը։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Գաղթի հետևանքով եք հայտնվել Հայաստանում։ Այո։ Եթե գնանք հետ այդ օրերից, վերջին օրերից ինչ կհիշեք, ինչպիսի օրեր էին։ Շատ դառը օրեր, շատ դժվար։ Զոհատայի մեջ, չորսինգամի, լավ որ չես կարող տեսնել երկիչը։ Արհեստական ստեղծագործատայի օրը քննել էին։ Շատերը այդ գաղթի ճանապարհը բնորոշում են որպես տանջանքի դժոխային ճանապարհ, բայց կա նաև այսպիսի տեսակետ, օրինակ ձեզ ասում էին մնայք կռվեիք։ Ով էր ասում։ Ալեն Սիմոնյանը։ Մեզ ոչ մեկը իրավունք չուներ ասել, մնայիք կռվեիք։ Մենք մնացել կռվել ենք։ Բայց այն իրավիճակն ստեղծել, այն իրավիճակը, որ ստիպված դուրս ենք։ Մնայինք ում դեմ կռվեինք։ Առանձին թիկունք մարդ չկա, օգնող չկա, մենակ մարդը կարա Թուրքիայի դեմ կռվի։ Ինչու Հայաստանը այդ ժամանակ մենակ թողեց Արցախին։ Չեմ կարող ասել, իրենց ցածրեք միգուցե իրենք ճիշտ պատասխան տան։ Եվ մենք այսօր տեսնում ենք, որ արցախցիներին հասցրել են սոցիալական խնդիրների առջև, ի վերջո նաև հայրենիքից է զրկել, այս ամենը ինչի դրսևորում է ձեզ։ Երևի ոնց որ Արցախի չեն տեղահանել, երևի նպատակ ունեն։ Միգուցե չեմ կարող ես տա մեկ նաբանը։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Արցախը նախկին նախագահներն են հանձնել ու հրավիրում է բանավեճի։ Դուք ինչ կարող եք ասել։ Արցախի նախագահներ ինչի։ Հայաստանի նախագահներին հրավիրում բանավեճ։ Հա, Հայաստան։ Ողան բանավեճ են, ես չեմ կարող ասեմ ով է մեղավոր, ով չի մեղավոր։ Միգուցե որոշ տեղեր ինքն էլ է ճիշտ ասում։ Որտեղ էր օրինակ, որ գնաց Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, բայց 2018-ին Արցախում ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ես չգիտեմ դա։ Ինչ եղավ, որ այսօր ասում է Ղարաբաղի շարժումը փակված է, գոյություն չունի։ Ճիշտ է ասում ես։ Երևի ստիպում են, որոշ ուժեր իրեն ստիպում են։ Թուրքիա, Եզրիմ, Ադրբեջան, Ռուսաստան, երևի ստիպում են, որ ասած, հենց ասայք։ Բայց ստիպողներին ինչի է օրինակ Թուրքիային խնդրում, որպեսզի սահմաններ բացեն, ստիպող Ալիևին խնդրում, ասում արի ստորագրենք այս պայմանագիրը։ Սահման բացել է սխալ չի, որ ասում, սահմանը պետք է բացել։ Պետական սահմանը պիշտ է բացել։ Դուք էլ եք ադրբեջանցիների հետ հարևանությամբ ապրում, կարող եք էլ շարունակել ապրել, ես այս սահմանները բացեին։ Ադրբեջանը եւ Սովետի օրոքել են ապրել։ Դե Սովետի օրոք դա ուրիշ ժամանակներ էին, մի կայսրություններ ենթակա իր պետություններով։ Այսօր ադրբեջանցին
մտավ եւ Ստեփանակերտում 10 օր սովամահ լինող արցախցիներին կոտորեց ու դուրս եկավ։ Այդ ժամանակ սահման բացել չկար այդ իրավիճակում։ Բայց ընդհանուր առմամբ պետական սահմանները պիտի բացել։ Ես իմ կարծիքս ա, ես չգիտեմ ով։ Շատ լավ։ Շրջափակման մեջ ես գտնում, պիտի սահման ունի, չէ՞ որ։ Հա, բայց այդ սահմանը բաց